Հարգելի հեռուստատոներ, հեռանկարի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, բարև ձեզ պարոն Կարապետյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Թույլ տվեք ես սկզբում ձեզ շնորհավորեմ եւ ձեր քաղաքական ուժին խորհրդարան անցնելու կապակցությամբ։ Մենք հուսով էինք, որ շնորհավորանքները կլիներ մեր երկու մեծ փոփոխությունների հասնելու վերաբերյալ եւ մեր երկիրը վերջապես ավելի ակտիվ զարգացման ուղի տանելու վերաբերյալ։ Առնվազն սա կարող ենք համարել փոփոխությունների սկիզբ։ Այո։ Խորհրդարանական գործունեությունը։ Եվ որպես հարցի շարունակություն դուք կոնկրետ ձեզ նկատի ունեմ մանդատ վերցնելու եք։ Այո։ Նարեկ Կարապետյանը մանդատ վերցնելու է։ Եվ ենթադրում եմ գուցե նաև խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը, եթե այդպեսին կամ առնվազն ձեր քաղաքական ուժը այդ քննարկումը կունենա, որովհետև տրամաբանորեն հասկանում եմ, որ այդ պաշտոնը պատկանելու է Ուժեղ Հայաստանին։ Նախ կուզեմ ասել, որ մանդատ վերցնելու պարագայում էլ ինչպես նշել եմ, բոլոր մենք դեմ ենք վարքավճարներին, մենք դեմ ենք պետական բյուջեի մսխման այդ ուղղությամբ եւ մեր ուժը չի ստանալու ոչ վարքավճարներ, իսկ աշխատավարձի առումով իմ աշխատավարձը լինելու է 1 դրամ, իսկ մնացող մասը մենք փոխանցելու ենք բարեգործական նպատակներով, ամեն ամիս մենք ներկայացնելու ենք, թե որտեղ ենք փոխանցում բարեգործական նպատակներով։ Այսինքն մենք տեսնում ենք, որ պետական մինչև մեծ փոփոխություն բերելը պատասխանատու մեր հայրենիքում աղքատություն հաղթահարելը պաշտոնյաները պետք է ավելի ժուժկալ լինեն եւ չօգտագործեն պետական գանձարանը իրենց համար։ Միայն ձերը, պարոն Կարապետյան, թե ամբողջ խմբակցության հետ կապված, քանի որ դա առանձին օրենքով էլ սահմանված ամեն մեր անդամ խմբակցության հանդես կգա իր կարծիքով։ Շնորհակալ եմ։ Հասկանալի է։ Ես նաև պաշտոնները նկատի ունեի, դե ձեր կուսակցությանը, ձեր քաղաքական ուժին քննարկումը այսպես է, որ ամենայն հավանականությամբ եւ հանձնաժողովի նախագահներ պետք է լինեն ձեր քաղաքական ուժից։ Ամենայն հավանականությամբ պաշտոնների առումով ձեռնպահ կմնանք այդպիսի բան ասել, նաև գնալու հետ կապված ամենայն հավանականությամբ ապագայում կքննարկենք, որովհետեւ պաշտոնը որպես այդպիսին, եթե դու մարդկանց որևէ հողի վրա օգուտ չես կարողանալու տաս, նպատակահարմար չենք գտնում։ Ինչ վերաբերվում է իրավական առումով կամ մեր պայքարի շրջանակներում, եթե մի քայլ առաջ, մի քայլ եւս կտրել ԿՊ-ի թևերը մի ուղղությամբ, այդ ժամանակ, եթե տեսնենք ընդհանուր պայքարին օգուտ է, նոր կնայենք, բայց որպես այնպեսին պաշտոնը այդքան հետաքրքիր չէ մեզ հետաքրքիր է ուղղակի սահմանափակել, կտրել ԿՊ-ի թևերը այնտեղ, որտեղ հնարավոր է։ Դա կլինի մունիցիպալ ընտրություններում, դա կլինի պետական տարբեր կարևոր դիրքավորումների ժամանակ։ Ամեն դեպքում ես ինչքան հասկացա, փոխնախագահի այդ մեկ աթոռի համար ներքին այսպես քննարկումներ չեք ունեցել։ Չենք ունեցել, ոչ։ Չեք ունեցել։ Հիմա հասկանանք, թե ինչու ի վերջո որոշվեց այդ ընդունել, հա, գնալ խորհրդարան եւ վերցնել մանդատները։ Ես որքան տեղյակ եմ, առաջին հիմնավորումներից մեկը այն էր, որ օրինակ չկրկնվի Վրաստանի փորձը, հա, որովհետև Վրաստանի 2024 թվականի ընտրություններից հետո ընդդիմությունը ըստ էության հրաժարվեց մանդատներից եւ ըստ նաեւ ձեր ձևակերպումների դրանից իշխանությունը միայն շահեց եւ իշխանության Վրաստանից Ալբանիայում էլ նույնն է եղել, էլ իշխանությունը վերարտադրվել է ավելի բարձր տոկոսով, ոչ միայն Վրաստանում։ Մի քանի օրինակներ նայեցինք եւ չգտանք հարմար տարբերակ, թե ինչ է տալիս դա 100%-անոց քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայությունը ազգային ժողովում։ Միևնույն ժամանակ ուզում եմ հայրենակիցները մի կարևոր բան ի նկատի ունենան, որ ազգային ժողով գնալը մեր համար աշխարհամենահաճելի բանը չի, ներկա լինել մի դահլիճում այնպիսի մարդկանց հետ, ովքեր Հայաստանը վերածել են, Հայաստանին վերաբերվում են որպես անշարժ գույքի գործակալ եւ որոշում են, թե որ հողը ինչ իրավական անունով պետքա տան, հաճելի չի։ Դուք նաև գիտեք, որ բոլորս մասնագիտական ուղի անցած զբաղվածություն ունեցող տնտեսապես ակտիվ մարդիկ ենք, բայց կա այլընտրանք, մյուս այլընտրանքը, որը ես մեր հայրենակիցներին ներկայացրեցի, կուզեմ ձեզ էլ ներկայացնեմ, որովհետև դա կարևոր է շատ։
Առաջի օրերը մենք տեսնում էինք, որ կա սցենար, ավելի մեծ էր հնարավորությունը հրաժարվելու։ Ինչու, որովհետև տեսնում ենք ընտրություններից հետո է առաջին օրերը։ Այո, հրաժարվելու, որովհետև մենք տեսնում էինք, որ դա կարող է բերել ինչ որ առումով ոչ ստաբիլ իրավիճակի բանի առումով, ընդհանրապես պետության իշխանության վերարտադրման առումով լեգիտիմության հարցի, բայց ընթացքում մի քանի բաներ քննարկեցինք։ Առաջի բանը, պատկերացրեք դիցուկ փողոցային պայքարի արդյունքում գալիս է մի իրավիճակ, որ ազգային ժողովը, եթե ուզում ենք, որ աշխարհի երկրները ճանաչեն մեր երկրում վարչապետի փոփոխությունը, երկրի իշխանության փոփոխությունը, պետք է ազգային ժողովը ընտրություն կատարի, այլ տարբերակ չկա։ Լեգիտիմությունը միայն ազգային ժողովով է փոփոխությունը։ Եթե մենք թողում ենք 100%-անոց ԿՊ ազգային ժողովում, այսինքն ԿՊ-ն պետք է իր դեմ քվեարկի, դա տրամաբանական չէ, 50 մարդ ԿՊ-ից պետք է իրենց դեմ քվեարկեն։ Այսինքն մենք դրանով փակում ենք փողոցային պայքարի ճանապարհը, մեր հայրենակիցները էմոցիոնալ նայում են, ինչպես մենք էինք առաջի օրերին նայում, մինչև խորքային ուսումնասիրությունը, բայց պետքա մի հատ ուշադիր լինենք։ Եթե ԿՊ-ն մենակ է մնում ազգային ժողովում եւ փողոցը պահանջում է վարչապետի փոփոխություն, ԿՊ-ն պետք է իր դեմ քվեարկի, դա անհնար է 50 մարդ։ Այս պարագայում 8-9 մարդու կարծիքի փոփոխություն հնարավորություն կտա, այսինքն ԿՊ-ից եթե կարողանանք ինչ որ ընթացքում իրադարձությունների զարգացման այսպես ասեմ, ոչ թե մենք կարողանանք, այլ հայ ժողովուրդը, Երևանյան փողոցը։ Դե դուք եք նպաստելու, պարոն Կարապետյան, դուք այդ գործողությունը դուք եք անել, դուք եք ընդդիմություն հանդիսանալու, դուք եք մարդկանց ուղեղներում ինչ որ բան փոխելու։ Ու նկատի ունեմ ԿՊ-ական падգամավորների։ Բայց ժողովրդի կարծիքի կամ արտահայտությունն է դա։ Ժողովուրդը այն պահին, երբ որ ժողովուրդը, եթե նայում ենք փողոցային պայքարի տարբերակը, երբ որ ժողովուրդը դնում է այդ խնդիրը քաղաքական ուժերի առջև, այդ խնդիրը իրագործում է օրենսդիրը։ Միայն օրենսդիրի ազգային ժողովի եւ փողոցի համակցության արդյունքում հնարավոր վարչապետի փոփոխությունը, իշխանության փոփոխությունը։ Հասկանալ է, ամեն ինչ ճիշտ եք ասում, բայց դուք տեսնում եք այդ մասսան, այդ ժողովուրդը, այդ ժողովրդի քանակը, հասարակության այդ շատ մեծ շերտը, որ այդ խնդիրը այսօր դնում է, որովհետև շատ փորձագետների կարծիքներով, շատերի վերլուծություններով այսօր կարծես թե այդ փողոցային պայքարի ոչ անհրաժեշտությունը կա, ոչ ձգտումը կա, ոչ էլ այդ մասսան է ձևավորվում։ Մեր սահմանադրությունը այնպես է գրված, որ անգամ մեծամասնություն չունեցած 50%-ից ավել ձայն չունեցած ուժը կարող է դառնալ երկրի ղեկավար։ Այսօր փաստորեն մեր հասարակության մեծամասնությունը չի քվեարկել Փաշինյանի օգտին։ Բայց ձեր օգտին չի քվեարկել։ Մեր հասարակության մեծամասնությունը չի քվեարկել Փաշինյանի օգտին։ Այսինքն մենք գալիս ենք այս իշխանությանը մեծամասնությունը չի ցանկանում տեսնել երկրի ղեկավար, որ ուժին է ցանկանում տեսնել, պատասխանեմ ձեր հարցին, դա այլ բան է, բայց որ այս մեծամասնությունը հայերի, հայաստանցիների մեծամասնությունը չի ցանկանում տեսնել, դա պատասխանն է այն բոլոր փորձագետների, ովքեր ասում են, որ կարիքը կա թե չկա, կա, միակ խնդիրը կոնսոլիդացիան, ճիշտ կոնսոլիդացիան էր, փոշիացումը մեզանից խլել է, ձայների փոշիացումը, ընտրակեղծիքները, մասսայական ընտրակեղծիքները մինչև ընտրությունները, մարդկանց աշխատանքից հանելը, հարյուրավոր մարդկանց 72 ժամով ձերբակալել է ընտրության օրը։ Մեզ զրկել է իրապես թափանցիկ ընտրություն անցկացնելու իր հնարավորություններից, որի արդյունքում մենք տեսել ենք բազմաթիվ ընտրակեղծիքներ, որի արդյունքում դրանից հետո անգամ ապացուցելի մենք տեսնում ենք 50,000 Հայաստանի քաղաքացու ձայնի գողություն։ Ինչպես եք դուք կարծում, այս բոլոր խնդիրները հաշվի առած հասարակությունը տեսնում է կարիք, պատրաստ է այսօր այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Ես նկատի ունեմ, որ հասարակության այդ շերտերում այդ էներգիան, էներգետիկան, այդ հավաքվելու, այդ ձգտում, այդ բոցը, այդ կրակը չի երևում։ Այո, պատրաստ է այսօր թե չէ։ Դա կլինի մեկ անգամ, հնարավոր է մեկ անգամ, մի քանի հարարով, բայց մեկ անգամ։ Եվ կլինի վերջնական, բայց մեր հասարակության մեծամասնությունը արդեն իսկ անգամ այսքան ընտրակեղծիքների արդյունքում
ֆիքսված արդյունքով էլ մեծամասնությունը դեմ է այս իշխանությանը։ Դա իմ կարծիքը չէ, դա ձեր կարծիքը չէ, դա օֆիցիալ տվյալն է ընտրության արդյունքի։ Բայց մեր համանդրությունը այնպես է գրված, որ մեծամասնություն չունեցող ուժը կարող է դառնալ երկրի իշխանություն։ Տեսեք, պարոն Կարապետյան, դուք ասում եք, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը չի ընտրել այս իշխանությունները։ Հիմա տեսեք, մի հատ շատ հայտնի խոսք կա, չէ, բաժակի կիսով չափ դատարկ լինելու եւ կիսով չափ լիքը լինելու մասին։ Ընտրություններին մասնակցած քաղաքացիների մոտավորապես կեսը մի փոքր 100% սխալանքով ընտրել է գործող իշխանություններին։ Մյուս ընտրություններին մասնակցած քաղաքացիների մասն է խոսքը։ Ես ամբողջ բնակչությանը նկատի չունեմ, այն հատվածին, որը որ մասնակցել է ընտրություններին, 49.80 քանի %, ԿՊ ընտրել։ Այդ մյուս 17 քաղաքական ուժերը միասին ընտրել են մյուս կեսը, ընտրություններին մասնակցած, նո 50 ինչ որ քանի տոկոսը։ Հարցը, եթե բարձրացնում ենք իշխանությանը, ցանկանում է մեր ժողովրդի մեծամասնությունը, թե չէ, 50+1%-ը անգամ, էլի եմ ուզում ասեմ, այսքան ընտրակեղծիքներից հետո անգամ այսքան տարօրինակություններից հետո մեծամասնությունը չի ցանկանում այս իշխանությանը։ Ինչն է մեզանից մեր հանրության հիմնական պահանջը միշտ եղել։ Ընտրություններից հետո մեր հանրությունը ասում էր՝ դուք պետք է փոխեիք այս մարդուն։ Ճիշտ է ասում։ Ես հասկանում եմ իմ հայրենակիցների շատերի կարծիքը, ճիշտ է, բայց այդտեղ մեզ պետք է նաև ավելի լայն կոնսոլիդացիա, մեզ պետք է ձայների ավելի մեծ համամասնություն, որ ընտրակեղծիքների ազդեցությունը չլինի այսպիսի որոշիչ։ Ընտրակեղծիքը ի՞նչ քայլերը, բոլոր քայլերը արել ենք պայքարի մեջ, անելու ենք, շարունակելու ենք, որպիսի որևէ մարդ, եթե իրապես նա իրավիճակին տեսնի, որ արմատական պայքարի բոլոր գործիքակազմը գնում ենք, իհարկե շրջահայացորեն, որպիսի երբ մարդկանց չհիասթափեցնենք, բայց մեր հասարակության նշանակալի մասը պետք է հասկանա, երկում փոփոխություններ բերելու համար մեծամասնությունը արդեն այս իշխանության դեմ է։ Պետք է ընտրեն առաջի ընդդիմադիր ուժի հետ ճանապարհը, որպիսի գնան այս մարդիկ։ Թե չէ, փոշիացման արդյունքում մենք նստում ենք, իշխանությունը 50-ից քիչ ձայն է ստանում, մեծամասնությունից քիչ, բայց էլի վերարտադրվում է առաջի անգամ իդեպ։ Առաջի անգամ ուժեղ Հայաստանի մասնակցության արդյունքում չունեցավ մեծամասնություն ձայների։ Եվ մենք պետք է հասկանանք մեր հասարակությունը, որ ամենաուժեղ ընդդիմադիր ուժը պետք է կոնսոլիդացվի ձայնային առումով, անգամ եթե քաղաքական գործիչները ունենալով ինչ-ինչ ամբիցիաներ չեն կոնսոլիդանում ինչ որ օրակարգերի շուրջ գերագնահատելով հնարավոր է իրենց հնարավորությունները, բայց պետք է հասարակությունը կոնսոլիդանա, որպեսզի այդ փոփոխությունը լինի։ Մի դաս ունենք մենք։ Դուք որ ասում եք մեծամասնությունը չընտրեց, նկատի ունենք 50% գումարած մեկը չհավաքեց ԿՊ-ն։ Դա նկատի մեծամասնության հիմնավորումը։ Չէ, ինչը նկատի ունեք թեորիապես մեծամասնությունը դա 50 գումարած մեկն է։ Բայց դուք կարծում եք, որ ընդդիմությունը հավաքական այսօր մեծամասնություն է, այդպես եք կարծում։ Դա ես չեմ կարծում, դա ԿՀ-ն է կարծում։ Չէ, դուք կարծում եք, որ իհարկե, ու բացի դրանից դուք հաշվի առեք, որ կա 200,000 պետական աշխատակից, ում վրա եղել է 21 թվականի հետ անհամեմատ, 18 թվականի հետ անհամեմատ ճնշումներ, հարյուրավոր աշխատանքից ազատման դեպքեր, մեր բոլոր հայրենակիցները, ովքեր այսօր մեզ հետևում են, գոնե մի մարդ կճանաչեն, ով որ ենթարկվել է ճնշումներին։ Ճնշումներ նախընտրական, ճնշումներ ընտրության ընթացքում ոչ ոք չէր կարող մտածել, որ մի քանի 100 մարդ ընտրությունից մի քանի օր առաջ ուղղակի 72 ժամով առանց հիմք կձերբակալվի։ Չեք գտնում, որ մեր երկրում միշտ այդ ճնշումները, միշտ իշխանությունը ճնշել են։ Իդեպ, տեսեք, այս իշխանությունները 21 թվականին են եղել իշխանության, 18 թվականին են եղել։ Ես ասում եմ մասշտաբի 96 թվականի, 99 թվականի, 2003, 13 այս մասշտաբի այս իշխանությունը, այս մասշտաբի ընտրախախտում չի արել 21 թվականին։ Տեսեք, երբ մենք պետք է ճիշտ գնահատենք, ինչ որ արդար է, դա ասենք, արդարացիորեն այս իշխանությունը 21 թվականին այսպիսի
ուղակի սահմանը չճանաչող ճնշումներ, ճնշում մենք ասում ենք, ճնշում չէ, խանգարել ընտրական process-ը չի արել մի քանի 100 հոգի, 700 հոգի ընդհանուր process-ի ընթացքում, մեկ օրվա ընթացքում հարյուրավոր մարդիկ 72 ժամով մենք մեր գրասենյակները, մեր տարածքային կառույցները, որպեսզի դուք հասկանաք, 70%-ը ներկայացնող չի ունեցել ընտրության process-ի ժամանակ, ղեկավարները չեն եղել 70%-ը, հետո մի օր հետո ասել են նշանակալի մասին, ասել են 72 ժամը լրացավ։ Ինչ է սա նշանակում։ Անվավեր ճանաչեր ընտրությունները, նո ասենք նշանակվեին նոր ընտրություններ, ըստ ձեզ ընդդիմության հաղթանակ շանսերը ավելի մեծ կլինեին։ Եթե մեր պայքարի արդյունքում հնարավոր լիներ ընտրությունների նշանակումը, մենք մի քանի փոփոխականի առաջ էինք կանգնելու։ Առաջինը շանսերը ավելի մեծ կլինեին ընդդիմության հաղթելու։ Պատասխանս ներառում է մի քիչ ավելի լայն փոփոխականների մասին տվյալներ։ Ժամանակն է ուղղակի ավարտի մոտենում, դրա համար եմ ես շտապեցնում ձեզ։ Որակական փոփոխության արդյունքում միանշանակ։ Որովհետև հակառակ կարծիքն էլ կա, որ որակական, եթե մարդկանց որ խոսում են ընտրակաշարքից կամ այդ ընտրելու համար եկած տուրիստների մասին եւ այլն եւ այդպիսի խոսույթ էլ կա, չէ՞ ձեւավորել։ Այլ փորձագետներ կա, ասում են, որ եթե նոր ընտրություններ լինեին, ԿՊ-ն ավելի մեծ տարբերությամբ կհաղթեր։ Շատ լավ, եկեք մի բան ասեմ։ Չէր լինել, չէին գա Ռուսաստանից։ Մեր հայրենակիցներ մի քանի 100,000 մարդ Հայաստանում աղքատության պատճառով լքել է Հայաստանը։ Երբ տարիների ընթացքում։ Որ տարիներ։ Գրեթե բոլոր տարիների ընթացքում մենք ունեցել ենք արտագաղթ եղել է։ Երբ ասում են այս թվականին 2006-ին այդ սալդոն նույնիսկ դրական, այսինքն որ թվին 2026-ին եթե չեմ սխալվում, ավելի շատ եկել են քան եթե սալդոն դրական լինի, բայց ծնելիության տոկոսները դուք ծնելիության տոկոսները, բաժանության տոկոսները որ դուք տեսնեք տասնյակ տոկոսներով անկում է ապրում ծնելիությունը Հայաստանում։ Ինչա դա նշանակում մարդիկ իրանց ընտանիքի պայմանները վատթարացման արդյունքում շատ ընտանիքներ կամ սոցիալական աջակցության պատճառով երիտասարդները չեն կարողանում վատթարացումը այսպես երիտասարդը չի տեսնում թե ինչպես շատ մեծ ընտանիք բայ ու տոկոսային համարյա 30% մենք վերջի տարիներին անկում ունենք ծնելիության ամենակարևոր բանն է այս պատմության մեջ ինչ վերաբերում է Հայաստանից այնտեղ կա մի քանի տեխնիկական հարցեր, որ չեմ ուզենա ասեմ, այն երկրներում, որտեղ հիմնական արտագաղթի ուղղություններն են, այնտեղի process-ները, որը հետագայում այլ ազդեցություն կունենա, բայց մեր առաջարկը հասարակության ուրիշ է։ Մենք աշխատատեղերով պետք է ապահովենք, որ այդ մարդիկ չգնան։ Մարդը երբ երազանք ունի իր հայրենիքը ուժեղ լինի, գալիս է քվեարկում է, որ վերադառնա Հայաստան։ Դու այս մարդիկ ասում են, դու գնացել ես, որովհետև ապրուստ չես ունեցել արդիկից գնացել ես, որովհետև ապրուստ չես ունեցել, հետ մի արի։ Իսկ այս մարդիկ ասում են ոչ, ես պետքա այնպիսի ղեկավարություն ունենա իմ երկիրը, այնպես ունենա 100,000-ավոր նոր աշխատատեղեր, որ վերադառնամ։ Երազանքների հետևից են այդ մարդիկ եկել։ Ես կարծում եմ, եթե վիճակագրություն այսպեսի փորձենք հաշվարկել, կպարզվի, որ գնացածների մեծ մասը շատ ավելի շուտ են գնացել, այլ ոչ թե ձեր նշած վերջի տարիներին։ Չէ, ես ինչպես նշեցի, էլի արդարացիորեն նշեմ, Հայաստանի անկախացումից ի վեր մենք ունեցել ենք շատ ալիքներ, բոլոր իշխանությունների ժամանակ ունեցել ենք մեծ ալիքներ արտագաղթի։ Դա անքննելի է։ Իմ պատասխանը այլ է։ Մարդիկ չեն տեսնում ղեկավարություն, որը բերելու է նրան, որ իրենք վերադառնան։ Պետք է աշխատատեղերն են պատասխանը մարդկանց Հայաստանից լքելու գաղափարը։ Եթե մենք ուզում ենք Հայաստանում մարդիկ վերադառնան մեր հայրենիք, այդ մարդիկ էլ են ուզում վերադառնան, մեր հայերն են, իրենք եկել են, քվեարկել են այն մարդու համար, ում որ համարել են, որ ինքը այնպես կանի, որ իրենց հայրենիք վերադառնան։ Քանի որ դուք կներեք մեր ժամանակը ավարտվում է, դուք հնարավորություն ունեք այդ խնդրի լուծմանը նպաստելու, աշխատելով ազգային ժողովում եւ ես ձեզ եւ ձեր քաղաքական ուժին արգասաբեր եւ արդյունավետ աշխատանք եմ ցանկանում ազգային ժողովում Ես շնորհակալ եմ ազգային ժողովում մեր աշխատանքը ունենալու է մի օրակարգ։ Դա որակյալ ուժեղ իշխանություն ունենալն է։ Շնորհակալություն, այսքան արգել հեռուստատուներ, մեր հյուրը ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն էր։